Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ բարձրաձայնել Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի կողմից կատարված հանցագործությունների եւ նրա կողմից հանցավոր ճանապարհով ապօրինի գույք ձեռք բերելու մասին։ Մասնավորապես Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը իր կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված ապօրինի գույքը նախկինում վաճառել է Ստեփանավանի Եհովայի վկաներին եւ ստացել է ապօրինի եկամուտ։ Այդ ապօրինի գույքը նախկինում ծառայել է որպես հանրապետական կուսակցության շտաբ, այնուհետև զարտուղի ճանապարհներով Միքայել Ղարաքեշիշյանը սեփականացնել է այդ ապօրինի շինությունը եւ վաճառել է Եհովայի վկաներին։ Նաև ցանկանում եմ բարձրաձայնել, որ Էրիկ Եղինյանս այդ մասին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնից իմ հաղորդումն ուղարկվել էր Ստեփանավանի քննչական բաժին, մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը հանցագործության դեպք է թաքցրել, հովանավորել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին եւ քննիչ Ֆիլիպ Նազարյանը հրաժարվել էր իմ հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնել։ Այնուհետև Էրիկ Եղինյանս բողոքարկել եմ Լոռու մարզի դատախազին, մինչդեռ Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանի կողմից իմ բողոքը մերժվել է։ Դրանից հետո Էրիկ Եղինյանս բողոքարկել եմ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի պարկեշտ եւ պատվախնդիր դատավոր Արմեն Շիրոյանը որոշում է կայացրել ամբողջությամբ բավարարել Էրիկ Եղինյանից կողմից բերված փաստարկված բողոքը եւ դատավոր Արմեն Շիրոյանը քննիչ Ֆիլիպ Նազարյանին պարտավորեցրել է իմ հաղորդման կապակցությամբ նախաձեռնել քրեական վարույթ։ Դրանից հետո Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանը չհամակերպվելով իրենց պարտության հետ բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարան, մինչդեռ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը որոշում է կայացրել մերժել Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը։ Այսպիսով Էրիկ Եղինյանս դատական այցաններում իմ զորեղ փաստարկներով ջախջախել եմ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի եւ Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանի հիմնազուրկ եւ առարկայազուրկ փաստարկները եւ գտնում եմ, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը եւ Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանը իրենց ոչ իրավաչափ գործողություններով ակնհայտորեն վնաս են պատճառել հենց պետության իրավունքներին եւ պետության օրինական շահերին եւ ապօրինի գույք ձեռք բերած Միքայել Ղարաքեշիշյանը ապօրինաբար ազատվել է քրեական պատասխանատվությունից եւ Միքայել Ղարաքեշիշյանի այդ հանցավոր արարքին ճշգրիտ քրեական գնահատական չի տրվել եւ վերջինիս կողմից ձեռք բերված ապօրինի գույքը, որը վաճառվել է Եհովայի վկաներին, չի բռնագանձվել հօգուտ պետության։ Ուստի հիմա ես գլխավոր դատախազությանը կոչ եմ անում Միքայել Ղարաքեշիշյանի դեմ նույնպես քաղաքացիական հայց ներկայացնել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, որպեսզի Միքայել Ղարաքեշիշյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված վերը հիշատակված ապօրինի գույքը, որը հետագայում վաճառվել է Եհովայի վկաներին, այդ ապօրինի գույքը բռնագանձվի հօգուտ պետության, այսինքն իմ այս դիտարկումները բխում են հենց պետության շահերից, ես ունեմ պետականամետ մտածողություն, ի տարբերություն շատ ու շատ քննիչների եւ դատախազների, ինչպես նաեւ գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի նախագահին հորդորում եմ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատել Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ Լոռու մարզի դատախազության դատախազ Արտուշ Կարապետյանին, քանի որ ինչպես արդեն նշեցի, վերջիներս հանցագործության դեպք են թաքցրել, որը հաստատվել է նաեւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ Եհովայի վկաները իրենց հետևորդների շրջանում այսպիսի մի քարոզներ են անում, որ հավիտենական կյանք ունենալու համար պետք է անդամագրվել, համադրել Եհովայի վկաների շարքերը եւ հիմա ես ուզում եմ հռետորական հարց բարձրացնել, ենթադրենք անձը այլ դավանանքի է հետևում, այլ դավանանք ունի, այլ կրոնի հետևորդ է, հետաքրքիր է նման դեպքում արդյոք այդ անձը չի կարող ունենալ հավիտենական կյանք։ Նաև ցանկանում եմ նշել, որ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը հիմնականում ինքը գոյատևում է իրենց հետևորդների հանգանակությունների եւ նվիրատվությունների արդյունքում, հետաքրքիր է, եթե իրենց հետևորդները դադարեցնեն իրենց հանգանակություններն ու նվիրատվությունները, նման պարագայում արդյոք կշարունակի գոյություն ունենալ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը։ Նաև ցանկանում եմ հանրայնացնել այն տեղեկությունը, որ
Եհովայի վկաները, երբ որ գնել են Միքայել Ղարաքեշիշյանի այդ վերահիշատակված ապօրինի շինությունը, այդ գումարը, այսինքն Եհովայի վկաների կողմից Միքայել Ղարաքեշիշյանին վճարված այդ գումարը առաջացել է Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունում կազմակերպված դրամահավաքների եւ հանգանակությունների արդյունքում եւ Եհովայի վկաների երեցները Միքայել Ղարաքեշիշյանից գնված այդ ապօրինի շինությունը կադաստրում գրանցել են իրենց անվամբ։ Մինչդեռ այդ երեցները հիշալ ապօրինի շինությունը գնելու համար այդ գումարը հայթայթելու գործում որևէ ֆինանսական ներդրում չեն ունեցել։ Ենթադրենք Էրիկ Եղինյանս արդարադատության նախարարությունում բացում եմ ինչ-որ մի հատ սեկտա, մի կրոնական կազմակերպություն, անունը հետևյալ անվանումով, ենթադրենք Աստծո հետևորդներ, սկսում եմ տարբեր հոգեբանական մանիպուլյացիաներով դրամահավաքներ եւ հանգանակություններ կազմակերպել եւ տարբեր հոգեբանական մանիպուլյացիաներով սկսում եմ մարդկանցից գումարներ հավաքագրել, այնուհետև այդ գումարներով ենթադրենք պայմանականորեն ընդունենք գնում եմ ինչ-որ շինություն եւ այդ շինությունը գրանցում եմ իմ անվամբ։ Ես համոզված եմ, որ եթե ես նման բան անեի, ապա դատախազությունն ու քննչականը պարտադիր իմ նկատմամբ խարդախության հանցակազմով կնախաձեռնեին քրեական վարույթ, մինչդեռ երբ որ այդ նույն արարքը կատարում են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող կրոնական կազմակերպությունները, ապա այդ ամենի վրա դատախազությունն ու քննչական մարմինները աչք են փակում եւ համարժեք քրեական գնահատականի չեն արժանացնում այդ գործողությունները։ Կարծում եմ, որ արդարացի կլիներ, որ Միքայել Ղարաքեշիշյանից գնված այդ ապօրինի շինությունը, որը որ Եհովայի վկաներն են գնել, կադաստրում որպես սեփականություն գրանցվեր հենց այն հետևորդների, Եհովայի վկաների այն հետևորդների անվամբ, որոնց կամավոր նվիրատվությունների եւ հանգանակությունների արդյունքում հավաքագրվել են այդ գումարները, այլ ոչ թե գրանցվեին Եհովայի վկաների երեցների անվամբ, կադաստրում որպես սեփականություն, պետք է չգրանցվեին այդ երեցների անվամբ, քանի որ այդ երեցները այդ գումարի հավաքագրման մեջ որևէ ներդրում չեն ունեցել։ Այսքանը, շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։